վերջին 30 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը ավելի քան $70 միլիոն արտոնություն է տվել հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին։ Իզուր չէր այն զոնտիկը, որ Ավինյանի գլխին պահում էր, Նիկոլին սենց գցնում էր, բան Բայց Նիկոլն ասում էր չկա, չէ, կոռուպցիա չկա, օլիգարխիա չկա։ Դե բնականաբար, որովհետև հիմա նույն այդ նախկին թալանչի Սամվել Ալեքսանյանը, ում մասին որ ընդդիմադիր падգամավոր Նիկոլ Փաշինյանը ինչ ասես ասում էր, հիմա դարձել է իրենց սրտի օլիգարխը։ Մի րոպե, հանուն արդարության ասենք, որ այն վախտերը, այսպես պայմանական աղջիկ վախտերը Նիկոլի ընդդիմադիր էլի, ինչ էր ասում Սամվել Ալեքսանյանը ասում Նիկոլը մեր աղբերն է։ Քաղաքապետարանում իր հետ փոխկապակցված ընկերություններին արտոնություններ են տալիս։ Հետո իմիջիայլոց Սամվել Ալեքսանյանը հերիք չի էս ադրբեջանական բենզինի ներկրման էս գործի մեջ է տեղավորվել Խաչատուր Սուքիասյանի հետ միասին, հա։ Հիմա էլ նոր, այսպես ասած, level է, հա, ուզում ինքը բանանի, գրավի այդ 4-րդ կարգի հացահատիկից ու այդ ադրբեջանական բենզինի ներկրումից հետո հիմա ուզում է շաքարավազի բիզնեսի մեջ մտնի, արդեն Ադրբեջանից ուզում են շաքարավազներ կրեն ու այդ շաքարավազներ կրողը ով պիտի լինի գուշակեք մեկ անգամից իհարկե Նիկոլական իշխանության սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, ով նաև շատ ակտիվ մուծումներ է անում Աննա Հակոբյանի հիմնադրամին։